Խաղացուն սիրելի քրիստոնյա, եղիր օրհնված, Տերը օրհնա քեզ։ Մի հրաշալի տեղ նայենք, աղոթենք Ժողովուրդ ջան, եթե ժամանակը կերիքա իհարկե։ Նայեք Ելից գրքում 25-րդ գլուխ 21 խոսքից ասում է. Եվ քավությունը տապանակի վրա պիտի դնես, վերևից եւ տապանակի մեջ դնես այն վկայությունը, որ քեզ կտամ։ Եվ ես կհանդիպեմ այնտեղ եւ կխոսեմ քեզ հետ։ Քավության վերևիցը վկայության տապանակի վրա եղած երկու քերոբեների մեջտեղից ամեն ինչ որ պատվիրի, պիտի պատվիրեմ քեզ Իսրայելի որդանց համար, փառ քեզ Տեր։ Նայեք ժողովուրդ ջան, Աստված Մովսեսին տվեց վկայությունը եւ ասավ կդնես տապանի մեջ եւ ես կհանդիպեմ քեզ հետ այնտեղ համաձայն վկայությանը։ Սա խոսում է ուխտի տապանակի մասին։ Ուխտի տապանակը մի ժամանակ կոչվում էր վկայության տապանակ, հայտնության տապանակ, հետո որ ուխտի տախտակները տվեց, կոչվեց ուխտի տապանակ։ Հիմա տապանակը ոչ մի օգուտ չունի, իր արժեքը կորցնում է, եթե իր մեջ չկա վկայությունը, ուխտը, պատվիրանը, մարգարեությունը, հայտնությունը։ Ուխտը, իր ուխտի տապանակը այսօր մեր սիրտն է ժողովուրդ։ Իմ սիրտը, քո սիրտը այդ տապանակն է, որ պետք է իր մեջ ունենա Աստծո վկայությունը, հայտնությունը, մարգարեությունը, որպիսի համաձայն քո սրտում եղած Աստծո խոսքի, պատվիրանի, վկայության, մարգարեության, հայտնության Տիրոջ փառքը հայտնվի քեզ։ Տիրոջ փառքը ասավ գիշնի այնտեղ եւ կհանդիպեմ քեզ հետ իմ հայտնության համաձայն։ Խոսքը կարդալ, պահել, կատարել, ապրել, որպիսի քո սրտում, քո տապանակում եղած Աստծո հայտնության, վկայության, ուխտի, պատվիրանի, մարգարեության համաձայն Տիրոջ փառքն էլ քեզ հանդիպում է։ Չկա Աստծո խոսքը, չկա իր մարգարեությունը քո սրտում, չկա իր պատվիրանը քո սրտում, չկա իր մարգարեությունները, խոսքերը, հայտնությունները, վկայությունները, Տիրոջ փառքը քո կյանքի մեջ չի հայտնվի։ Ինքը գալիս է այնտեղ, հանդիպում է նրա հետ, իր փառքը իշտում է այնտեղ, խոսում է նրա հետ, ում տապանում կա Տիրոջ մարգարեությունը, հայտնությունը, վկայությունը, խոսքը։ Տերը օրհնա քեզ, եղիր օրհնված, փառք քեզ Տեր Հիսուս, թող քո կյանքը օրհնվի Հիսուսյանով,